Բարև ձեզ, ես Հելենն եմ և ինչպես իմ մյուս սոցիալական հարթակներում խոստացել էի, որ կանրադառնամ այս թեմային, ես որոշեցի անդրադառնալ թեմային այստեղ YouTube-յան իմ ալիքում, որպեսզի կոնտենտը պահպանվի և հետագայում եթե մայրիկները որոնեն այս դաշտում հայալեզու որոշակի կոնտենտ այս պահին իրավիճակի մեջ գտնվող և հաղթահարող մամայից գտնեն այդ կոնտենտը։ Խոսքը վերաբերում է աուտիզմին, դրա նշաններին և ինչ ընթացք ենք մենք անցնում։ Քանի որ Facebook-ում, Instagram-ում տեղադրել եմ տարբեր հոլովակներ, պատմություններ մեր ընթացքի մասին և բազում հարցեր եմ ստանում, մասնավորապես այդ հարցերը հնչում են անոնիմ, ես որոշեցի այսպես պատասխանել հարցերին։ Հարցերից հիմնականը և առաջնայինը դա ինչպես նկատեցինք և ինչից սկսեց Դավիթի մոտ արտահայտվել սիմպտոմատիկան, իսկ ես ուզում եմ ձեզ նշել, որ Դավիթի մոտ հիմնական ախտորոշումը ինֆանտիլ սպազմ էր և որի հետևանքով աուտիստիկ սիմպտոմատիկա։ Դավիթի մոտ ինֆանտիլ սպազմերը դա մանկական էպիլեպսիայի տեսակ է, որը չես հասկանի որտեղից է գալիս։ Սկսվել է 6 ամսականից, երեխայի մոտ ցնցումներ էին, տարբեր աստիճանի ցնցումներ, որը որ հաղթահարեցինք բարով խերով, այսպես ասած, բայց մնաց հետևանք այս սիմպտոմատիկան, որին ես իրականում և պատրաստ էի։ Դավիթի մոտ վաղ մանկահասակ տարիքում շատ նկատելի չի եղել ոչինչ, որովհետև մենք ունեինք նախ եւ առաջ հապաղում զարգացման կապված էպիլեպսիայի հետ եւ դա բնավ կարող էր չվերածվել աուտիզմի, կարող էր եւ անցնել, բայց քանի որ ես ունեի մտավախությունը, մենք ուղիղ 1 տարեկանից սկսեցինք զբաղվել զգայական ինտեգրացիայով, որը որ մեղմեց բոլոր այն նշանները, որը կարող էին լինել մանկահասակ տարիքում, բայց այն նորմատիպային բաները, որ պետք է մտավոր զարգացման ընթացքում երեխան ունենար, Դավիթը չի ունեցել։ Ենթադրենք 1.5 տարեկանում խոսք էր, մատնացույցը, մենք դա այդ ամեն ինչի վրա աշխատել ենք, որ լինի։ Այս պահի դրությամբ Դավիթը 3 տարեկան եւ 7 ամսական է, իր մոտ արդեն վարքային որոշակի կոնկրետ դրսևորումներ են ի հայտ գալիս, որտեղ մենք խմում էինք ժամանակին դեղորայք, որը որ մեղմում էր նրա ցնցումները, այս պահին չենք խմում եւ դա իրան ցույց է տալիս վարքի տեսքով, Դավիթը շատ ակտիվացել է, կծում է իրան, կարող խփել գլխին, շատ վոկալիզացիաներ է անում, բայց դրա հետ մեկտեղ ինքը չունի մտավոր խնդիր, ինտելեկտը նորմալ է, աշխատում ենք, խոսքը ինքնուրույն եկել է։ Հիմնական նշանները, ինչ որ դուք կարող եք տեսնել ձեր երեխայի մոտ, ինչպես ասել եմ, էլի կկրկնվեմ, առաջնայինը դա աչքերի կոնտակտն է, որ պետք է լինի երեխայի մոտ, էմոցիոնալ կապվածությունը ծնողների եւ ընտանիքի մյուս անդամների հետ։ Դուք պետք է նայեք, երեխան կարող է չխոսա, բայց պետք է ինքը ամեն ինչ կարողանա հասկացնել։ Դուք միանշանակ կտարբերակեք նորմատիպիկ երեխային նեյրոտարբերվող երեխայից, այսինքն զարգացումները 2 տարբեր ուղղություններով են գնում, անհնար է դա չնկատել։ Մատնացույցը, որ երեխան ցույց է տալիս մատով, հա, այս նշանը, աուտիստիկ երեխեքը հիմնականում դա չեն ունենում։ Էմպաթիան, կապվածությունը, Դավիթը օրինակ իմ հետ բացարձակ ես չեմ զգացել այդ կապվածությունը իմ հանդեպ, չեմ զգացել։ Աչք-աչքի կոնտակտը, էլ ինչ ասեմ, դե խոսքը, որ որոշակի, ասենք, նորմատիպային բաներ կան, որ պետք է որոշակի տարիքում երեխան ունենա, Դավիթը նոր փորձում է էխոլոլիկ այդտեղ խալալի ասվածով կրկնել եւ հետագայում փորձում ենք ամրապնդել կենցաղի եւ կյանքի մեջ վարքի տարբերություն, քունը, երեխան նորմալ քուն չի ունենում, անդադ լարված է լինում,
շատ ակտիվ է լինում, չի կարողանում կենտրոնանալ մի գործողության վրա, ինչպես նաև ստերեոտիպիկ վարքը, ստերեոտիպիկ խաղը, այսինքն դե լսել եք երևի, հա, որ աուտիստիկ երեխաները կոնկրետ կենտրոնանում են մի բանի վրա եւ սկսում դա անել, այսինքն եթե սովորական երեխան խաղում է սցենարային խաղ, կարող է վերցնել մեքենան եւ մեքենայի ձայներ հանել կամ, չգիտեմ, ականջներին դնել այդ բժշկի գործիքը եւ փորձել լսել, բայց աուտիստիկ երեխաները կարող են վերցնել մեքենան եւ պտտել ակները այդ, հա, անիվները մի գծով կարող են շարել, բայց կարող է դա չլինի։ Դավիթի պարագայում չի եղել, նոր մեկ-մեկ տենց կարող է հայտնվի, բայց Դավիթը հիմնականում ունեցել է սյուժետային խաղ, դա եւս մեր երկարատև աշխատանքի արդյունքն է։ Ինչպես ասել եմ, մի հատ էլ կկրկնվեմ, աուտիզմը հիմնական ախտորոշումը երեխային կարող են դնել 7 տարեկանից հետո, մինչև դա սպեկտրի խանգարումը, իսկ աուտիզմը շատ լայն հասկացողություն է եւ շատ մեծ սպեկտր է, կարող է առաջանալ ամենատարբեր բաներից։ Ես մենակ մի բանի համար եմ շնորհակալ Աստծուց, որ այս ամեն ինչը հետս տեղի է ունեցել 2023 թվականին եւ չի եղել օրինակի համար 2003-ին, որովհետեւ հիմա հնարավորությունները լրիվ այլ են եւ ես դեռ հույս ունեմ, որ գիտությունը կզարգանա, մեթոդիկաները կփոխվեն եւ ամեն ինչ կարող է դասավորվել այնպես, որ մեր երեխաների կյանքը ավելի հեշտ լինի եւ մենք կկարողանանք միասին հասնել այն կետին, որ կոնկրետ իմ պարագայում երեխան կկարողանա ինքնուրույն կենցաղավարել, իմ հիմնական նպատակը իր հետ կապված դա է։ Իսկ հիմա երկուսս էլ հոգնած փորձում ենք հաղթահարել դժվար փուլերը, մինչև հասնենք մի կետի, որտեղից արդեն ինքը կկարողանա ամեն ինչ բացատրել։